Աննոր եւ Որդվո եւ Օգվոյին Սրբո ամեն։ Այսօր Հովանես Ավետարանիչը կսե Գալիլեայի Կանա քաղաքին մեջ հարսանիք մկար։ Ամենքս գիտենք, որ հարսանիքը ուրախության առիթ է։ Ամեն մարդ կհավաքվի, բոլորը միասին Փեսային եւ հարսին հետ կուրախանան։ Եվ այս հարսանիքին հրավիրված էր Հիսուսի մայրը, ինչպես նաև Հիսուս իր աշակերտներուն հետ։ Կնշանակի, որ հարսանիքը Հիսուսի ազգականներուն մեկին հարսանիքն էր, որովհետև հրավիրված էր մայրը եւ Հիսուս իր աշակերտներուն հետ։ Քանի որ վստահ կարևոր մարդու հարսանիքն էր, որովհետև այն ժամանակ Հիսուս շատ հանդրաճանաչ մեկն էր Գալիլեային մեջ։ Եվ ինչ կսա Ավետարանիչը գինին պակսեցավ։ Ընդհանրապես, եթե խնջույքի ժամանակ գինին պակսի, այս խնդիրը կներկայացնեն տան տիրոջը, այսինքն Փեսային կամ Փեսայի հորը։ Ավետարանիչը կավելցնե ասելով, որ տիրամայրը, Մայրամ Աստվածածինը գնաց Հիսուսին քով եւ ասավ, որ գինին պակսած է։ Կնշանակի, որ այս հարսանիքին տիրամայրը չէր հրավիրված, ինչպես որ բարեկամ ազգական կիները ուդեր խմելու, ուղագի քեֆ ունելու, այլ հրավիրված էր օգնելու։ Մենք շատ լավ գիտենք, որ երևի 20 տարի առաջ, այս վերջերում այլևս չկա ասանք սովորություն, հարսանիքներուն ժամանակ, մանավանդ Հայաստանի մեջ, ամբողջ ազգականները կհավաքվեին եւ կանայք աման գլվան, հարսանիք տնեն, սեղան տնեն, այսին ոչ մեկը սեղան կնստեր։ Նույն ձևի տիրամայրը ըստ սովորության կօգներ հարսինքի տիրոջը։ Գիտենք, որ երբ որ հղի էր, իր հղի վիճակով գնաց իր ազգականուն օգնելու, տիրամայրը կծառայեր ուղագի սեղան։ Եվ երբ որ խնդրեցին տիրամորը, ինքը մոտեցավ Հիսուսին։ Ինչու։ Մենք շատ լավ գիտենք, որ ամեն մեկում, որ պիտի մոտենան, բան պիտի խնդրեն, կանցնին մամային, որտեղ ոչ մեկ զավակ մամային ոչ կսե։ Ինչ էր խնդրե մայրիկը, այո կսեն։ Չնայած դրա ասոր կտեսնենք, որ Ավետարանի մեջ Հիսուս մորը շատ կոպիտ կպատասխանե։ Ինչ կուզես ինձ մեկին։ Ոչ թե մամա, ինչ կուզես ինձ մեկին։ Դեռ Հիսուսը գիտեր, որ ժամանակը իր չի հասած դեռ։ Ինքը չէր ուզեր ցույց տար նշանները, բայց տիրամորը ոչ ասել չկրծավ։ Եվ տիրամայրը ինչ ասավ ծառաներուն, «Ըրեք ինչ որ ձեզի հրամայե»։ Այսինքն ցանկացած բան ձեզի ասեն է Հիսուս ըրեք։ Իրականության մեջ Ավետարանիչը գուզե մեզի ցույց տա, որ եթե ընենք ինչ որ մեզի Աստված հրամայած է, պիտի հասնենք հրգությանը, պիտի հասնենք Աստծո փառքին, քանի որ Հիսուսը ջուրը գինի դարձնելով այս հրաշքով ցույց տվեց իր փառքը։ Մարդը, որ բարձ հասարակ ջուրը, որը մաքրության համար, լվացվելու համար կօգտագործեին, գինի դարձուց, եւ ոչ բարձ սովորական գինի, այլ ուղագի ամենեն լավը հրաշալիք, որ սեղանապետը խմելով զարմացավ մարդը։ Իրականության մեջ ուղագի Աստված ուզեց ցույց տալ իր փառքը, որ Հիսուսի համար անհնարին բան չկա, եւ այս բանը շատ լավ գիտեր Մայրամ։ Մեզի ուղագի թողեցին աս խորհուրդը, որ գիտնանք, որ Աստծուն լսելով, Աստծու կամքը կատարելով, պիտի հասնենք փառքի, պիտի հասնենք հրգության։ Այսօր գուզեի, որ բոլորս միասին, ինչպես որ Հիսուսի աշակերտները տեսնելով այս նշանը հավատացին, հավատանք, որ ուրիշ ճանապարհ չկա փրկության եւ փառքի հասնելու։ Միակ ճանապարհը Հիսուսի թողած ճանապարհն է, եկեղեցու սովորացնելու ճանապարհն է, ինչպես որ եկեղեցին մեզի կսովորեցնե, որ հասնենք Աստծո փրկությանը։ Խնդրենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզի էլ արժանացնե այս փրկությանը եւ Աստծո փառքին։ Ամեն։